Այս եկեղեցին ունեցավ քարոզաշարք հայր մեր աղոթքի ամեն բառի վրա խորանալով, բայց այդ աղոթքից առաջ Հիսուս դիրքն է սովորեցնում, ինչպիսին պետք է լինի աղոթող անհատի կեցվածքը դիրքը։ Որևէ դրվագում մեր որևէ արտահայտություն, խոսք, գործ պայմանավորված է նրանով, թե ինչ աստվածաբանություն ունենք մենք, ինչպես ենք Աստծո հետ փոխհարաբերվում, ինչպես ենք Աստծուն հարգում եւ սիրում։ Մենք դրանից բխած է, որ նաև գնում ենք աշխարհ եւ կարող ենք աշխարհում աշխատել, խոսել, աղոթել, չաղոթել, լավ ընտանիք կառուցել կամ կամարանքով վերաբերվել դրան։ Ամեն բան բխում է մեր աստվածաբանությունից։ Եվ եթե Աստծո հետ փոխհարաբերությունները կեղծ են, մեր մնացած բոլոր փոխհարաբերությունները կեղծ կլինեն, կեղծիքի վրա հիմնված կլինեն փուչ, կլինեն սին։ Նման երևույթին անդրադարձել էր նաև Նիցշեն։ Իր ընդհանուր գրվածքներից մեկում մի անգամ գրել է, որ կրոնավոր մարդիկ աղոթում են ոչ թե Աստծուն հաճեցնելու, այլ իրենց եսը առավել բարենպաստ դիրքում ներկայացնելու համար։ Սա մեզ դաժան ապտակ է նայելու մենք ինչպես ենք աղոթում, ինչու ենք աղոթում, երբ ենք աղոթում, ինչ կեցվածքով ենք աղոթում։ Աշխարհը հաճախ որոշ կլիշեներով, որոշ սահմանափակումներով է նայում մեր կյանքին, բայց կարևորը թե Աստված ինչպես է նայում մեր աղոթքի կյանքին, մեր դիրքին։ Եվ Մատթեոս ավետարան 6-րդ գլուխ 5-ից 8 համարները, հետո հայր մեր աղոթքը բաց թողած նաև 14-15 համարները մեզ սովորեցնում են իրական լինել, անկեղծ լինել։ Եկեք ընթերցենք Աստծո խոսքը։ Երբ աղոթք անես, չլինես կեղծավորների պես, որոնք սիրում են ժողովարաններում և հրապարակների անկյուններում կանգնած աղոթել, որպեսզի մարդկանց տեսանելի լինեն։ Ճշմարիտ եմ ասում ձեզ, որ նրանք իրենց վարձը ստացել են։ Այլ երբ դու աղոթես, մտիր քո սենյակը, փակիր դուռդ և ծածուկ աղոթիր Հորը, և քո Հայրը, որ տեսնում է ծածուկը, հայտնապես կհատուցի քեզ։ Երբ աղոթք եք անում, մի շատախոսեք հեթանոսների պես, որոնք կարծում են, թե իրենց շատախոսությամբ լսելի պիտի լինեն։ Արդ նրանց մի նմանվեք, որովհետև ձեր Հայրը գիտի, թե ինչ է ձեզ պետք նախքան նրանից ձեր որևէ բան խնդրելը։ Եվ 14-րդ համարը, որովհետև եթե դուք մարդկանց ներեք իրենց հանցանքները, ձեր երկնավոր Հայրն էլ ձեզ կների, իսկ եթե դուք մարդկանց չներեք իրենց հանցանքները, ձեր Հայրն էլ ձեզ չի ների ձեր հանցանքները։ Ամեն Աստծո խոսքին։ Երբ որ այս կտրվածքով ենք նայում, թե հետո Հիսուս ինչպես է սովորեցնում աղոթել, աղոթքի բառեր կարծես եւ կառուցվածք, բայց այս բառերից ու կառուցվածքից շատ ավելի կարևորում է ընդհանուր մթնոլորտ աղոթքի, կեցվածքը։ Նախ եւ առաջ այստեղ մենք հստակ տեսնում ենք, որ Աստված ինքն է նախաձեռնում աղոթք։ Աստված ինքն է նախաձեռնում այս փոխհարաբերություն, այս զրույցը։ Ինքը սպասում է մեր արձագանքին։ Ուրեմն աղոթքը Աստծո հետ երկխոսություն է, որը նա է սկսել։ Նա արդեն պատրաստ է լսել։ Մենք չենք բացում երկինքը աղոթքներով, երկինքը արդեն բացված է, Աստված արդեն որպես սիրող ծնող, բաց ականջով, բաց սրտով, բաց մտքով ուզում է լսել ու տեսնել, թե իր զավակը ինչ ունի ասելու, ինչ դիրքով ունի ասելու, բովանդակային ինչ ունի տեղեկացնելու։ Սա արձագանք է այն բառերին, որ Աստված արդեն ասել է, իր ամբողջ խոսքում հստակ ասել է, բացել է, ցույց է տվել իր սիրտը, իր աղոթքի կյանքը, իր լսելու պատրաստակամությունը, իր ջերմությունը, իր հարգանքը։ Հիսուսն ասում է. «Ձեր Հայրը գիտի, թե ինչ է ձեզ պետք նախքան նրանից որևէ բան խնդրելը»։ Ինքը ոչ միայն գիտի ապագան, ներկան, անցյալը, ամեն բան իրար հետ, գիտի մեր մտածումները, գիտի բովանդակային մեր մտածումները, բայց ինքը ներկայանում է որպես Հայր,
ներկայանում է սիրող հայրի դիրքում, նա չի սպասում կատարյալ ձևակերպումների։ Ինչպես նոր խոսել սովորող թոթովախոս զավակից հայրը պոեմներ չի ակնկալում, այլ սիրո փոխհարաբերություն է ակնկալում։ Արդեն այդ սիրո փոխհարաբերության մեջ ամեն բան ասվում է, բայց կարող է կեղծիք լինել։ Ճոխ բառակապակցությունները չեն, որ Աստծուն հրապուրելու են, այլ նա սպասում է հավատքով լի սրտի ձայնին։ Երբ որ հավատքով լի սրտի ձայն կա, խոսքերն ավելորդ են, բայց երբ որ դա չկա, խոսքերը չեն կարող որևէ բան փոխել։ Պատկերացրեք, որ մենք սովորաբար մեր աղոթքի կյանքը կառուցում ենք մեր մարդկային փոխհարաբերությունների ինչ որ ֆորմատներով։ Եթե մենք աշխատում ենք, աշխատավայրում ենք, այո, մեր խոսքերը կարևոր են աշխատավայրում, բայց շատ կարևոր են նաև գործերը, եւ եթե այն ինչի համար, որ մենք վճարվում ենք, մենք չանենք դա, զուտ խոսենք, անընդհատ փուչ խոսքեր ասենք, մեզ կհեռացնեն աշխատանքից։ Անկախ նրանից, թե ինչ ճոխ խոսքեր էինք ասում, գործն է կարևոր։ Բայց Աստծո այդ փոխհարաբերությունները ընտանեկան փոխհարաբերություններ են։ Այստեղ ամեն բան է կարևոր։ Աստված հստակ գիտի մենք ինչ կարող ենք անել, ինչ չենք կարող անել, որտեղ ենք իրական, որտեղ ենք կեղծավոր, բայց սպասում է ջերմ զրույցի, բաց սրտով զրույցի եւ հեռացնող չի։ Ամեն զրույցով մոտեցնող է։ Ինքը շեֆ չի, ինքը սիրող հայր է ընտանիքում։ Երբ որ ընտանիքում զավակին հանձնարարություն է տրված եւ զավակը ինչ որ պատճառով չանի, հայրը միևնույն է կշարունակի սիրել, օգնել, որ ավելի լավ հետո կարողանա անել։ Մենք եկեղեցում եւ Աստծո տանը նման փոխհարաբերությունների մեջ ենք։ Աստված նման դիրքից է աղոթք խնդրում, նման դիրքից է աղոթք ակնկալում, ոչ թե վախի մթնոլորտում, ոչ թե հեռացվելու մթնոլորտում։ Երբ որ աղոթում ենք, մենք դատավորի հետ չենք խոսում, գործատուի հետ չենք խոսում, հոր հետ ենք խոսում։ Դրա համար Հիսուսն ասում է. հայրիկի նման սկսեք այդ զրույցը, հայր մեր։ Հայր մերը նաև հստակեցում է, որ մենք ընդունված ենք իր տանը։ Եթե նկատել եք հնում կառուցված մեր եկեղեցիներում երկու մեծ բաժիններ կան։ Նախասրահի նման եւ հետո բուն սրահը, որտեղ հաղորդության պաշտամունքն է տեղի ունենում։ Այդ նախասրահի նման մեծ սրահում հավաքվում էին մարդիկ, ովքեր դեռ մկրտված չէին, ովքեր դեռ եկեղեցու անդամ չէին եւ իրենք իրավունք չունեին հայր մեր աղոթքը ասել։ Մենք հիմա շատ սովորական ենք դարձրել հայր մեր աղոթքը։ Իրենք իրավունք չունեին, որտեղ Աստված դեռ իրենց հայրը չի։ Միայն մկրտությունից հետո, անդամագրումից հետո, միայն եկեղեցու իրական մաս կազմելուց հետո իրավունք ունեին ներսում լինել, հաղորդության պաշտամունքին մասնակցել եւ հայր մեր արտաբերել այդ վստահությամբ, որ Աստված հայր է։ Ուրեմն սա մեզ նաեւ ներգրավող, ընդգրկող դիրք է, ոչ թե հեռացնող։ Տան մեջ զգալու, տան անդամ զգալու վիճակ է բերում իրական աղոթքի վիճակը։ Բայց Հիսուս նաև կարևորում է ծածուկությունը։ Աղոթքը ծածուկ եւ անմիջական փոխհարաբերություն է սիրելի հոր հետ։ Հիսուս պատվիրում է մտիր քո սենյակը, փակիր դուռդ եւ ծածուկ աղոթիր հորը։ Շատ կարևոր է այս ընկալումը։ Երբ որ լրիվ մենակ ես, երբ որ աշխարհի բոլոր ձայները խլացված են, երբ որ բոլոր տեսակի պատուհանները փակ են եւ բուն բառը հունարենով խորդանոց արտահայտող սենյակ է, որը չունի պատուհաններ։ Պատկերացրեք, որ մտնում եք մութ, փակ սենյակ եւ սա հոգեվոր ընկալում է։ Մտնում եք աղոթքի նման տեղ, որտեղ ուրիշ ոչ մի ձայն չկա։ Միայն քո ձայնն է եւ Աստծո պատասխանող ձայնը սրտում լսվող։ Նման փոխհարաբերության մեջ կեղծավորությունը տեղ չունի։ Ոչ մեկ քեզ չի տեսնում, միայն Աստված է տեսնում։
Եվ նման փոխհարաբերության մեջ կառուցվում է մի վստահելի փոխհարաբերություն, նույնիսկ երբ շատերն են քեզ տեսնում, ու նույնիսկ երբ ուրիշ ոչինչ ու ոչ մեկ քեզ չի տեսնում, չի նկարահանում, դու միշտ գիտես, որ Աստծո հետ մենակ ես։ Աստված ամեն բան տեսնում է, ու քո խոսքը, քո վարքը կառուցում ես նման վստահությամբ, նման անկեղծությամբ, նման հստակությամբ։ Հաճախ մեզ ասում են, որ մենք այն ենք, ինչ որ մենք անում ենք, երբ որ ոչ ոք մեզ չի տեսնում։ Դա մեր իրական եսն է։ Երբ որ ոչ ոք չի տեսնում, դու լրիվ մենակ ես ու գիտես ոչ մեկ քեզ չի տեսնելու, չի իմանալու ինչ ես արել։ Ինչով ես այդ ժամանակդ լցնում, ինչ ես անում։ Հիսուս մեզ սովորեցնում է մտնել, փակվել սենյակում եւ հոր հետ անկեղծ զրույց ունենալ, եւ դա թող դառնա քո եսը, քո պարունակությունը, քո հոգեվոր առանցքը։ Այդպիսի մարդ լինելով, դու հետո, երբ որ քեզ տեսնեն, չտեսնեն, դու նույնը կլինես, նույն առանցքի վրա կառուցված, նույն անկյունակարի վրա հիմնված հավատքով եւ աստվածաբանությամբ կլինես եւ իրական կլինես։ Իրական աղոթքը մարդու խոսք է, ով կանգնած է Աստծո առաջ առանց դիմակների։ Այնտեղ նա չի կարող ձևացնել։ Եթե այդպիսին չի աղոթքդ, ավելի լավ է չաղոթես, որովհետև դա քեզ հեռացնում է, որովհետև դա իրական աղբյուրից քեզ կտրում է, եթե կեղծավոր աղոթք պետք է անես։ Հաճախ եկեղեցիներում, երբ որ բարձրաձայն աղոթքի առիթներ են տրվում, մեկ էլ տեսնում ես բամբասանքի տարածման վերածվեց։ Մեկը սկսում է պատմել, որ եկեք աղոթենք այս ինչի համար, որովհետև նա այս ինչ տեսակ մեղքի մեջ է, ոչ դա պարզված է, ոչ գիտես։ Դու մտի քո ներսի սենյակը, աղոթի քո համար։ Եթե իսկապես ինչ-որ մեկը մեղքի մեջ է եւ քեզնից խնդրել է աղոթել, այդ դեպքում էլ դու մտի ծածուկ քո սենյակը ու մենակ Աստծուն աղաչանքով տար, որ Աստված փոխի այդ իրավիճակը եւ դու քո գործուն աջակցությամբ, քո սիրով փոխիր այդ իրավիճակը, որպիսի երկու սիրող անձերի վստահությամբ Աստծո ուժով մեղքի այդ շղթան կտրվի ու օրհնություն դառնա։ Ոչ թե տարածողը եղիր այդ ծածուկ բանի, որ քեզ հայտնի է դարձել, այն էլ չակերտա, որ միգուցե դա չկա։ Ուրեմն այս ներքին սենյակը ոչ թե միայն տարածք է, ոչ այդքան տարածք է, այլ հոգու լռության տեղ է։ Երբ որ արտաքին ազդակներից, արտաքին ձայներից հոգիդ հանդարտված, դու սկսում ես Աստծո հետ զրույց, սկսում ես պատրաստակամությամբ, որ դա զրույց լինի, ոչ թե մենախոսություն։ Զրույց, որտեղ եթե ինքը քեզ բան ասի, Աստծո խոսքից մեջ բերումներով, քեզ հիշեցնի դիպվածներով, դրվագներով, միգուցե պատգամներից, միգուցե մենիկ պահերից, առավոտյան ընթերցումներից, ասի գիտես, ես իմ խոսքում արդեն ասել եմ, որ այս վարքը սխալ է։ Դու պատրաստ լինես շտկվելու, ընդունելու, որ Աստված խոսեց, ասեց, ու դու դա պետք է իրականացնես։ Աղոթքը մեզ փոխում է փրկության վստահությունը հաստատելով։ Աղոթքը չի թողնում մարդուն այնպիսին, ինչպիսին նա էր։ Այս անկեղծ իրական աղոթքը լուր մթնոլորտում, աղոթքը անպայման փոխում է մարդուն։ Աղոթքը մեզ չի տալիս այն ամեն ինչ, որ մենք ուզում ենք։ Աղոթքը դրա համար չի։ Աղոթքը մեզ տալիս է այն, ինչ որ Աստված է ուզում, որ մենք ունենանք։ Եվ մեզ դարձնում է այնպիսին, ինչպիսին Տերն է մեզ պատկերացրել։ Ոչ թե այնպիսին, ինչպիսին մեղքի պատճառով մեր աղճատված էությունն է դարձել, այլ դրա հակառակը, այնպիսին, ինչպիսին մեր սիրող Հայրը եւ որպես կատարյալ ստեղծագործ Հայր պատկերացրել է անհատին ու ձևավորում է իր հոգին այնպիսին, որ կարող է այդ հոգին կատարելության մեջ բնակվել, հավիտյան ու փառաբանել ու պաշտել։ Ինքը աղոթքի միջոցով սկսում է դա ձևավորել քո մեջ, սկսում է քեզ այդպիսին դարձնել, բայց կեղծավոր աղոթքի դիրքը այդ հաղորդակցությունը կտրում է, այդ սիրո աղբյուրից քեզ կտրում է։
Ով խոնարհությամբ ծնկի է գալիս Աստծո առջև, աղոթքի մթնոլորտում, նա չի կարող գոռոզ կանգնել իր եղբոր դեմ։ Հիսուսը տեսակ, որ անմիջապես հստակ ձևով աղոթքը կապում է ներման հետ։ Քանի անգամ ասում է, եթե ներեք կներվեք, եթե ներեք հանցանքները դուք էլ կներվեք, իսկ եթե դուք չներեք հանցանքները, ձեր հայրն էլ ձեզ չի ների ձեր հանցանքները։ Այս անկեղծ աղոթքի մթնոլորտը նախ մեր համար մեզ հստակեցնում է, որ մենք ընկած, մեղավոր ենք եւ միայն Աստծո շնորհով ենք արժանի փրկության։ Ուրեմն մենք մեր եսը այդ գիտակցման մեջ աղոթքի շատ իջեցնում ենք։ Երբ որ անկեղծ աղոթքի ես կանգնած, հստակ հասկանում ես, որ դու արժանի չես։ Եվ եթե դու արժանի չես, միայն Քրիստոսի շնորհով ես արժանացել փրկության, մյուսն էլ է նույն վիճակում։ Ինչ վատ բան որ արել է, ինքն էլ նույն սխալ դիրքում է եղել եւ միգուցե շարունակում է, բայց դա քո արժանիքը չի, որ հիմա դու ավելի լավն ես, այն էլ չակերտավոր։ Ուրեմն պատրաստակամ ես լինում ներելու, անվերապահ ներելու, փոխհարաբերությունները վերականգնելու, որովհետեւ Աստված այդպես ներեց։ Ներելու այնպես, որ նոր էջից թարմ վստահության առողջ փոխհարաբերություններ սկսվեն։ Քեզնից դու դա անում ես։ Մյուս կողմը ինքն է արդեն պատասխանատու։ Եթե ինքն էլ անկեղծ աղոթքի կյանք ունենա, իր ներքին սենյակը մտնի եւ նույն ձևի ներող լինի, նույն օրհնությունները ինքն էլ կվայելի, որտեղ այստեղ պայմանական օրհնության հարց կա, եթե անեք, ձեզ էլ կարվի։ Սիրելիներ, Աստված հստակեցնում է, ներելը աղոթքի առանցքն է։ Եթե մտնում ես աղոթքի, մենակ ինչ որ բաներ ես շարքով խնդրում ու ինքդ ներողություն չես խնդրում Աստծուց քո մեղքերի, քո սխալների, քո ընթացքի, քո գոռոզության համար, արդեն աղոթքը կիսատ է։ Արդեն դա հիշում եք երկու հոգի մտան տաճար աղոթելու, մեկը մտավ երկար շարաններով իր լավ գործերը պատմելու, իր տասանորդի, իր բարեգործության, իր հավատարմության մասին պատմելու, բայց առանց ներում հայցելու։ Եվ մեկը մտավ ու ընդամենը երկու բառեր ասում, կուրծքը ծեծելով, բայց անկեղծ դիրքում, ասում էր ողորմիր ինձ։ Եվ առանց շատ բառերի, բայց անկեղծ դիրքում կանգնած մեղավորի աղոթք անողը դուրս եկավ մաքրված, փրկված, զորացած։ Ամեն աղոթքի մեջ ներումը առանցք պետք է լինի, բայց նաև ներելը։ Երբ որ դու ներում ես հայցում ես նաև, որ Աստված ցույց տա, թե դու ինչ պետքա ներես, դու ում եւ ինչպես պետքա ներես, որպեսզի այդ ներումն էլ ճաշակես ու վայելես։ Դրա համար աղոթքը բացում է նաև խնդրահարույց մասերը մեր ներքին էության։ Մեզ համար հստակեցնում է, թե մենք ինչերով ենք անցնում, ուր ենք, ինչ պետք է անենք, որպեսզի ել ավելի լավը դուրս գանք այդ ներքին փակ, բայց ոչ մութ սենյակից, ամենալուսավոր սենյակից, որովհետև այդ ամենափակ պատուհան չունեցող սենյակում ճառագում է Քրիստոսի սիրո լույսը, որտեղ այդ փակ առանց պատուհանի սենյակում ամենափառահեղ արևի լույսն է ճառագում, որ Քրիստոսի արդարության եւ ճշմարտության եւ սիրո լույսն է։ Աստված ոչ միայն մեր բառերն է տեսնում, այլ նաև մեր մտադրությունները։ Ամբողջ լեռան քարոզը հենց դրա մասին է։ Մտածեցիր, արդեն արել ես, բայց այս անկեղծ աղոթքի սենյակում հենց մտադրություններն են սկսում շտկվել։ Հենց մտադրության առաջնային այդ իմպուլսներից սկսած Աստված սկսում է կարգավորել քո ընթացքը, որպեսզի հանկարծ սխալ մտադրությունը հետո կյանքի ճանապարհ չդառնա, որը տանում է դեպի հավիտենական կորուստ։ Աստված աղոթքի մեջ մեզ այնպիսի վստահություն է փոխանցում, պարգևում, որ փոխում է մեր ամբողջ կյանքը։ Մարդը այս անկեղծ աղոթքի սենյակում իր պատկանելությունն է հստակեցնում։ Ինքը շնորհով փրկված անհատ է, ինքը տիեզերքի արարչի զավակն է։ Վերապրում ենք այդպիսի սենյակում Աստծո ներկայությունը եւ դրա մեզ փոխում է։ Ուրեմն
Սիրելիներ, եթե պետք է աղոթենք, որ անպայման ու շատ հաճախ պետք է աղոթենք, նույնիսկ բարձրաձայն, որտեղ դրա կարիքն էլ կա, նույնիսկ տեսանելի ձևով, բայց մեր դիրքը պետքա լինի ինչպես, որ մենք մենակ ենք Աստծո հետ։ Մեր դիրքը պետքա լինի, որ որևէ կեղծավորություն չլինի այդ աղոթքում, այլ լինի Աստծո հետ, Հոր հետ, իրական սիրո փոխհարաբերություն։ Եվ սա եկեք թող որոշում լինի։ Այս շաբաթ, երբ որ գնանք տուն, առիթ ունենանք փակվելու մեր ներքին, բայց լուսավոր սենյակում, ոչ թե խոսելու, այլ զրուցելու Աստծո հետ եւ լսելու, ոչ թե խնդրելու, այլ վստահելու, ոչ թե ձևացնելու, այլ անկեղծ շիտակ լինելու։ Աստված մեզ պատրաստ է լսել բաց սրտով, եթե մենք բաց սրտով աղոթում ենք։ Քո հայրը, որ տեսնում է ծածուկը, հայտնապես կհատուցի քեզ։ Ամեն։